Աչափնյակ վարչական շրջանում կորցրել ենք 10 մանկապարտեզ։ Օրինակ թիվ 207 մանկապարտեզը 2002 թվականին վաճառվել է ՅՈՒՀ-ին։ Իշխանության 7-րդ տարում քաղաքացիական պայմանագիրը որոշել է հանրության համար բացահայտել, ում օրոք են օտարվել ու ում սեփականությունն են դարձել Երևանի տասնյակ մանկապարտեզներ։ Երևանի ավագանու իշխող խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն արդեն դիմել է քաղաքապետին, որ քննիչ հանձնաժողով ձևավորեն։ Վերջերս շատ է խոսվում մեր կողմից իրականացող աշխատանքների մասին, քննադատվում է դրանք ու մասնավորապես խմբակցության կողմից, որը որ այդ մանկապարտեզների օտարող քաղաքական դեմքերի այսպես ասած համախոհ ուժերից է, կարծում հանրությունը պետք է տեղեկանա, ով ինչի համար է պայքարում իրականում, ով ինչ արել ժամանակին իրականում։ Երևանի ավագանիում առաջին անգամ են քննիչ հանձնաժողով ստեղծում։ Խորհրդարանական ընտրություններից 1 տարի առաջ ինչու են որոշել անձամբ ուսումնասիրել այդ գործերը, իրավապահներին չեն վստահում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի մեկնաբանմամբ այսպես իրենք ավելի անկաշկանդ կխոսեն ու կպատմեն, թե նախկիններից ով ինչ է արել, իսկ քրեական գործերը կաշկանդում են, անուններ ու նախաքննական գաղտնիքներ չեն կարող հրապարակել։ Քրեական գործը ուրիշ բնույթի բան է ու իրավապահները չեն կարող հենց ավելի ներկայացնել, ոնց որ օրինակ մենք քաղաքական գործիչներս ավելի անձնավորված, թե ով ինչու է դա արել, իսկ իրավապահները որոշակի կաշկանդվածություն ունեն, այսինքն պետք է իրանք անաչառ ավելի մոտեցում ցուցաբերեն աշտանաներին գնահատականներ տալիս, քան մենք։ Սա ձևական բնույթ է կրում։ Քաղաքացիական պայմանագրի այս քայլը անլուրջ է նախընտրական աղմուկ, որ նորից նախկինների թալանից խոսեն, ասում է ավագանուն դիմադիր ազգային առաջընթաց խմբակցության անդամ Պետրո Զարոկյանը, իսկ ինչ են արել իրենք, հանրությունը ուզում է նաև քաղաքացիական պայմանագրի արածի մասին լսել։ Կապերը լրիվ հստակ կա եւ շատ հեշտությամբ քրեական գործով այսքան վերադարձնեն։ Ինչու չեն արել այսքան ժամանակ, հիմա ինչ են հրապարակում, ինչ ուսումնասիրենք, բոլոր ուսումնասիրեցա, բոլոր փաստեր մենք տեղյակ ենք։ Մեզի ցույց տալու բան չունեք, խոսալով նախկիների մեղադրելով դուք չեք կարող առաջ գնալ եւ ժողովուրդն կարծում եմ հասկանում են սա, արդյունքներ չի տալու։ Քանաքեր Զեյթունում 4 մանկապարտեզ են կորցրել, ծամել ենք Շենգավիթում 9 մանկապարտեզ են կորցրել։ Ավագանու վերջին նիստին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը թվարկեց, մինչև Փաշինյանի իշխանությունը Երևանում մի քանի տասնյակ մանկապարտեզներ են օտարվել եւ ուրիշի սեփականությունը դարձել։ Նրանք նեղսրտում են, որ համայնքային գույք օտարած շրջանակների համախոհներն ու գաղափարակից ուժերը իրենց են մեղադրում թալանի համար։ Մենք պարտավորված ենք զգում մեր ընտրողներին եւ ոչ միայն մեր ընտրողներին, այլ չընտրողներին տեղեկացնել իրականությունը։ Արմեն Գալջյանն ասում է, լավ առիթ է հանրությանը պատմելու, թե որտեղից են սկսվել խնդիրները։ Ըստ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների նախկինը սկսվում է 1996 թվականից։ Արդարության հետևից գնացող ԿՊԱ-կանների ցուցակից դուրս են մնացել գործող նախագահ Վահագն Խաչատուրյանի կառավարման տարիները։ Խաչատուրյանը Երևանի քաղաքապետ է եղել 92-ից 96 թվականներին։ Իսկ ինչու չեն ուզում ուսումնասիրել, թե Խաչատուրյանի կառավարման տարիներին ինչ գույք է օտարվել։ Հարցը այն է, որ 96 թվականին ատի մարմինները Հայաստանում առաջին անգամ ստեղծվել, այսինքն 96 թվականին առաջի դիմընտրություններն ա եղել, դրանով ապայոնավորված թվականը։ Իրականում իր կառավարման ժամանակաշրջանի վերջի տարին համընկնում է, վերջի տարին չէ, դա 2 ամիսն է համընկնում։ Բացատրությունը արդեն ասացի որներ։ Իշխող ուժը պատրաստ է վերանայել տարեթիվը, հետ գնալու հասնել նախագահ Վահագն Խաչատուրյանի ժամանակներ, եթե ընդդիմադիրները պահանջեն, ասում է Արմեն Գալջյանը։ Այս ռիսկ կա, կարծում եմ ընդդիմադիրների կողմից ոնց առաջարկ կլինի, որը որ կքննարկենք։ Ոչ մի բան չի կաշկանդում համենայն դեպս։ Փաստ 96-ին սկսել այդտեղ ցույց է տալիս, որ իրանք անաչառ չեն եւ իրենք իրենց ընկերներին ուզում են պաշտպանել։ Քննիչ հանձնաժողովի կազմը հաստատվում է ավագանու նիստով, ընդդիմադիր խմբակցությունները դեռ չեն պատասխանել, արդյոք մասնակցելու են այս հանձնաժողովի աշխատանքներին։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմակիցը Զարոկյանն ասաց, չէր ցանկանա մասնակցել այս իր ձևակերպմամբ նախընտրական շոուին։
Եթե ընդդիմադիրները հրաժարվեն մասնակցել, միայն իշխանականներով ու նրանց սատարող խմբակցություններով էլ կձևավորվի հանձնաժողովը։ Հանձնաժողովի աշխատանքը 6 ամսով է, բացահայտումները ամփոփում ու ներկայացնում են զեկույցով։ Քննիչ հանձնաժողովը պատժիչ լծակ չունի։ Պարզապես քաղաքապետարանի ամբիոնից կխոսեն ու գնահատականներ կտան նախկին իշխանությունների օրոք ընդունված որոշումներին։ Պետրո Զարուկյանն առաջարկում է, որ իշխանականները չչարչարվեն, ժամանակ չկորցնեն։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Կամո Արեյանին, որի նստականներից քաղաքապետարանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, խնդրեն իրենց կպատմի նախկինում ով ինչ է գողացել։